Ժողովրդավար Հայաստանում ոստիկանության կողմից իրականացված գործողությունները, որոնք քաղաքական ապօրինի հրահանգավորման հետևանք են, խոչընդոտում են ժողովրդավարական ակցիայի իրականացմանը։ Երևանի քաղաքապետարանի մոտ հավաքված հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին ոստիկաններն արգելեցին քայլերթով շարժվել դեպի հաղթանակի կամուրջ։ Մարզահամերգային համալիրում Եվրոպական գագաթնաժողովի ավարտից հետո հենց այդ հատվածով էին անցնելու եվրոպացի առաջնորդների մեքենաները։ Իսկ ակցիայի մասնակիցները ինչպես իրենք էին ձևակերպում, նպատակ ունեին ճեղքելու Հայաստանի շուրջ եղած տեղեկատվական բլոկադան։ Եվ այո, այս փաստառները եւ մեր ցանկությունը շարվելու ամբողջ ուղեծրի վրա, որով իրանք պետք է հետ գնան Ծիծեռնակաբերդից միջև կոնյակի գործարան, հենց այդ տեղեկատվական բլոկադան ճեղքելու մասին է։ Ինչ ենք մենք անելու, շատ պարզ։ Կանգնելու ենք բացառապես մայթերին, իրարից 2-3 մետր հեռավորության վրա, կենթանի շղթա կազմենք, որպեսզի անցնող գնացող մեքենաները տեսնեն Հայաստանի իրականությունը, տեսնեն Հայաստանի քաղբանտարկյալներին, տեսնեն այն, ինչ որ մենք արտահայտել ենք մեր պաստառներով։ Դա անվտանգությանը խանգարում է, չէ, դա խանգարում է Նիկոլի հեքիաթասացությանը։ Չնայած հանրապետական կուսակցության փոխնախագահի պնդմանը, թե իրենք խաղաղ եւ լուռ ակցիա են իրականացնելու, միևնույն է րոպեների ընթացքում քաղաքապետարանի մոտ ոստիկանների թիվն ավելացավ։ Արմեն Աշոտյանը բացատրեց, իրենք ներքին գործերի նախարարության իրազեկումն են հիմք ընդունել եւ քայլերթ ծրագրել։ Այնտեղ նշված է միայն մեքենաների երթևեկությունն է փակ լինելու։ Իրավապահները տեղում պարզաբանեցին, գնահատել են իրավիճակը եւ անվտանգության նկատառումներից ելնելով որոշել քայլերթն արգելել։ Սա է Հայաստանի այս պայդրությամբ իրադարձության վիզուալ պատկերը։ Այս ակվարիումը գույնզգույն ձկներով խորհրդանշում է մարզահամերգային համալիրը այնտեղ հավաքված հյուրերով, որոնց ակվարիումի նման առանձնացրել են իրական ժողովրդից, իրական խնդիրներից։ Իրանք իրանցով հավաքվել են, այս ակվարիումի մեջ ջան-ջիգար են անում եւ մեկուսացել են մեր իրական ձայնից, մեր իրական խնդիրներից, մեր իրական հոգսից։ Հայ ժողովրդի հետ եվրոպացիներին մեկուսացրել են, որպեսզի հայ ժողովրդի հետ եվրոպացիք չշփվեն։ Այդպես էլ չստացված ակցիայով հանրապետականները մտադիր էին եվրոպացի առաջնորդների ուշադրությունը հրավիրել նաև քաղբանտարկյալների խնդրի վրա։ Նրանց գնահատմամբ Հայաստանում մոտ 5 տասնյակ քաղաքացի հետապնդվում է իշխանությանը քննադատելու համար։ Ուղերձը շատ պարզ է։ Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ։ Նիկոլին սատարելով դուք կործանում եք Հայաստանը, դուք միասին խոստանում եք մեզ տանել Բրյուսել, այնինչ տանելու եք Անկարա։ Ձեր իսկ մասնագետների ու փորձագետների գնահատմամբ չկա գետ 1 միջազգային ինդեքս ռեպորտ, որտեղ Հայաստանը դիտվի որպես իրական ժողովրդավարություն։ Իշխող քաղաքացիական պայմանագրից վարչապետի մակարդակով մշտապես հերքել են, թե Հայաստանում մարդիկ ճաղերի հետևում են հայտնվում քաղաքական հայացքների համար։ Ավելին վստահեցնում են, թե Հայաստանում իրավապահները անկախ են գործում։ Ընդդիմադիրներն այսօրվա ակցիաներով դարձյալ հիշեցրին իշխանության հայտարարություններին հաջորդած գործարար Սամվել Կարապետյանի քրեական գործն ու կալանավորումը, բարձրաստիճան հոգևորականներին, այդ թվում վեհափառին առաջադրված մեղադրանքները։ Անթաքույց հարձակումներ քաղաքական ընդդիմության վրա, բացահայտ հարձակում եւ սպառնալիքներ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Սրանք համամարտկային արժեքներ են եւ որոնց դրաշակակիրը Եվրոպան է։ Մենք լիահույս ենք, որ այս հարցերի շուրջ իրենք զրույց կունենան Փաշինյանի հետ։ Քաղաքական հետապնդումների մասին բարձրաձայնող ուժերից Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը մինչև օրվա ավարտը ոչ հայտարարություն արեց, ոչ էլ որևէ ակցիա նախաձեռնեց։ Հունիսին կլերանա գործարարի կալանավորման 1 տարին, ամիսներ շարունակ ԱԱԾ մեկուսարանում անցկացրած Կարապետյանն այժմ տնային կալանքի տակ է։ Մինչև օտարերկրյա պաշտոնյաների այցը տեսաուղերձով Ֆրանսիայի նախագահին էր դիմել Սամվել Կարապետյանի որդին, Էմանուել Մակրոնին հրավիրելով տնային կալանքի տակ գտնվող հոր հետ հանդիպման։ Nicole Pachinian n'est pas celui que prétend être.
Նիկոլ Փաշինյանն այն չէ, ինչ պնդում է, միջազգային հանրությանը խաբելով եւ ժողովրդավարական արժեքների հետևում թաքնվելով։ Նա երկիրը մղել է իրավական քաոսի, հարձակվելով մեր եկեղեցու, մեր սփյուռքի եւ իր քաղաքական հակառակորդների վրա։ Ցանկացած բռնապետություն կնախանձեր այդքան մեծ թվով քաղբանտարկյալների։ Nombre de prisonniers politiques. Երևան ժամանած որևէ եվրոպացի պաշտոնյա հրապարակային չի խոսել Հայաստանում քաղաքական հետապնդումների մասին։